Էլի պիտի հիշեցնեմ հարգելի բարեկամներ, որ 2026 թվականի հունիսի 7-ին դուք մասնակցում եք ոչ թե կառավարության ընտրություններին, այլ պարլամենտի ընտրություններին։ Ու ճիշտ կլինի ասել, Հայաստանի Հանրապետությունում ընտրական իրավունքը բացակայում է, այստեղ կա քվեարկելու իրավունք, բայց ընտրական իրավունք գոյություն չունի։ Հիմա դուք հարգելի բարեկամներ գնալու եք քվեարկեք, որպեսզի ձևավորվի ոչ թե կառավարություն, այլ առաջին հերթին պարլամենտ, որը պիտի վերահսկողություն սահմանի կառավարության գործունեության նկատմամբ, այսինքն երբ կառավարությունը հանցագործություն է անում, պետք է կառավարության ղեկավարի շլինքից բռնեն։ Դուք ավելի կարևոր process-ի եք մասնակցում, հարգելի բարեկամներ, process-ի եք մասնակցելու 26 թվականի հունիսի 7-ին։ Եվ օգտվելով առիթից, հարգելի բարեկամներ, ուզում եմ հարց ուղղել ընդդիմադիր դրոշը վերցրած իրենց փողերի հաշվին, ընդդիմադիր դրոշը վերցրած ծածանող 3 ուժերի ներկայացուցիչներին։ Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի եւ Ռոբերտ Քոչարյանի ուժերի գլխավորած ուժերի ներկայացուցիչներին եւ իրենց ղեկավարներին։ Սև լճի հատվածում կան դիրքեր, որտեղ հայ տղամարդկանց տանում են ծառայություն անցկացնելու, գցելով ուղիղ ադրբեջանական, փաստացի ուղիղ ադրբեջանական գերության մեջ։ Հիմա հարց Ռոբերտ Քոչարյանին, երբ է ձեր խմբակցության անդամները իմացել այս հանցագործության մասին եւ ինչ են արել իրենց վերահսկողական ֆունկցիաների շրջանակներում, սա ոչ միայն տեսական նորմ է, հարգելի բարեկամներ, որը գրված է քաղաքագիտական գրքերում, այլ սա նաեւ սահմանադրական նորմ է։ Կառավարության նկատմամբ վերահսկողություն է սահմանում պարլամենտը, սահմանադրական նորմ է։ Հիմա երբ են իմացել ձեր падգամավորները եւ ինչ են արել այս խնդրի լուծման համար։ Երբ են իմացել падգամավորները ձեր եւ քանի անգամ են այս խայտառակության վերաբերյալ ելույթներ ունեցել։ Նույնը վերաբերվում է, նույն հարցը վերաբերվում է նաեւ Գագիկ Ծառուկյանի այդ ցուցակի մեջ գտնվող падգամավոր գիծ падգամավորության տեխնացուներին, այնտեղ մարդիկ կան, ովքեր падգամավորության տեխնացու են եւ միաժամանակ ներկայումս падգամավորներ են։ Այս հարցին պատասխանեք, հարգելիներս։ Երկրորդ հարց։ Հայաստանի Հանրապետության արևմտյան սահմանը անցնում է, ինչպես գիտեք, Արաքսգետով մոտավորապես 145-150 կիլոմետր եւ Հայաստանի Հանրապետության վարչապետներից մեկը նախքին, վարչապետներից մեկի հետ աֆիլիացված կազմակերպությունը Արաքսգետի հովիտը այնքան է շահագործել, այնքան է քերել, խոսքը վերաբերվում է Թավշյա ոչ բռնի կլոունադայից հետո տեղի ունեցած ժամանակահատվածին եւ բնականաբար այս ամենը տեղի ունեցել ուղիղ կառավարության պատասխանատվության ներքո, կառավարությունն է սա արել ըստ էության։ Հիմա Հովիկ Աբրահամյանի հետ աֆիլիացված կազմակերպությունը այնքան է քերել, որ գետը փոխել է իր հունը էականորեն փոքրացնելով Հայաստանի Հանրապետության այսպես կոչված ինքնիշխան տարածքը։ Հիմա պարոն Ռոբերտ Քոչարյան, պարոն իմիջիայից Հովիկ Աբրահամյանը, ինչքան գիտեմ, խնամիական հարաբերություններ ունի Ծառուկյան Գագիկի հետ։ Պարոն Ռոբերտ Քոչարյան, պարոն Ծառուկյան Գագիկ եւ պարոն Սամվել Կարապետյան։ Ձեր պարլամենտ անցնելու պարագայում այս խայտառակության վերաբերյալ լսումներ կազմակերպվելու են, այս հարցը բարձրաձայնվելու է, Փաշինյան Նիկոլից պատասխան պահանջելու եք, Հովիկ Աբրահամյանից պատասխան պահանջելու եք, պարլամենտը իր վերահսկողական ֆունկցիաների շրջանակներում, թե ոչ։ Այս հարցը ընդհանրապես այս հարցի մասին խոսվելու է, թե ոչ, ես դες ասեմ իմ ունեցած տվյալներով հայկական կողմը դիմել է թուրքական կողմին, նույնիսկ որպեսզի սահմանը վերադարձնեն, հին տեղով անցնի, թուրքերը մերժել են եւ ճիշտ էլ արել են։ Հիմա այս սա պետական մասշտաբի հանցագործություն է։ Հիմա սրա վերաբերյալ դուք խոսելու եք, թե չեք խոսելու։ Եթե պարլամենտ անցնեք, կխոսեք, իսկ ինչու հիմա չեք խոսում։
Իսկ ինչու մինչև հիմա չեք խոսել, պարոն Ռոբերտ, այս թեմայի վերաբերյալ, թե չեք ուզում երկրորդ ֆրոնտը բացեք։ Չեք ուզում երկրորդ ֆրոնտը բացեք։ Դուք չեք կարող երկրորդ ֆրոնտը բացեք, որովհետև Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունի մեկ ֆրոնտ։ Փաշինյան Նիկոլը, հարգելի բարեկամներ, առավոտից երեկո խոսում է մարտի 1-ի հանցագործների մասին։ Հիմա ուղիղ հարց եմ տալիս Սամվել Կարապետյանին, Գագիկ Ծառուկյանին, Ռոբերտ Քոչարյանին։ Մարտի 1-ին դուք ինձանից լավ գիտեք, որ Արցախից զորքեր է բերվել Հայաստանի Հանրապետություն մարդկանց շնչելու համար։ Զորքերի հրամանատարներն են եղել Օգանովսկին, հատուկ նշանակության զորքի հրամանատարն եղել Գագիկ Սարգսյանը։ Փաշինյան Նիկոլը մի կողմից խոսում է մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ, կարգել է բոլորին դավաճան տականք թշնամի մարտասպան, մյուս կողմից ֆինանսական ծառայություններ է մատուցում զորքերի հրամանատարներին։ Իմ ունեցած տվյալներով, օրինակ Գագիկ Սարգսյանի հետ աֆիլացված Սպեցնազի Գագոյի հետ աֆիլացված կազմակերպությանը Փաշինյան Նիկոլի կառավարման տարիներին ներվել է, տրվել է եւ հետագայում ներվել է 10 միլիոն դոլարից ավել գումար։ Հիմա հարց պարոն Ռոբերտին, պարոն Գագիկին եւ պարոն Սամվելին։ Իմիջիայլոց պարոն Սամվել Կարապետյան 800 միլիոն դոլար վարկել Փաշինյան Նիկոլը ջրել է, ներողություն եմ խնդրում ժարգոնային արտահայտության համար, 23 թվականի դեկտեմբերին Արցախում տրված վարկերն են եղել եւ իմ ունեցած տվյալներով այդ 800 միլիոն դոլարի մեջ է մտնում 30 դոլար ձեր վարկը։ Ձեր վարկը Փաշինյան Նիկոլը հեչ է արել։ Հիմա հարգելի ընդդիմադիրներ, ազգի ճակատագրով մեռնող, ապրող, ձեր տեղը չգտնող ընդդիմադիրներ, եթե դուք անցնում եք պարլամենտ, բայց չեք կարողանում ձևավորել իշխանություն, կամ ձևավորում եք իշխանություն, այս հանցագործությունը բացահայտվելու է, թե չի բացահայտվելու։ Այս ավանտյուրան, որը տեղի է ունեցել ազգի հետ եւ մեդիաների միջոցով, ազգային անվտանգության ծառայության գործակալ խմբագիրների, ազգային անվտանգության ծառայության գործակալ լրագրողների, ազգային անվտանգության ծառայության գործակալ դեպուտատների միջոցով այս ավանտյուրայի միջից չեն թողնում, որպեսզի ազգը դուրս գա։ Հիմա բացահայտումներ տեղի ունենալու են, թե չեն տեղի ունենալու։ Եվ վերջում, պարոն Ռոբերտ, պարոն Գագիկ Ծառուկյան եւ պարոն Սամվել, ես ունեմ հիմնավոր կասկածներ, որ շատ ու շատ կուսակցությունների ցուցակներ կազմվել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության միջոցով։ Ըստ ձեզ, պարոն Ռոբերտ, ձեր առաջին 10-ում քանի գործակալ կլինի ԱԱՑ-ը։ Ըստ ձեզ, պարոն Գագիկ, ձեր առաջին 10-ում ԱԱՑ-ը քանի գործակալ կլինի։ Ըստ ձեզ, պարոն Սամվել, առաջին 10-ում ազգային անվտանգության ծառայության քանի գործակալ կլինի։ Գործակալներ, ում ժողովուրդը ասում է բոզ։ Ազգային անվտանգության ծառայության գործակալները, հարգելի բարեկամներ, այս ողջ ողբերգությունը տեղի է ունեցել ազգային անվտանգության ծառայության ընդհանրապես եւ մասնավորապես նաեւ գործակալների միջոցով, ում ժողովուրդը անվանում է ազգային անվտանգության ծառայության բոզ։ Օրինակ Փաշինյան Նիկոլի շրջապատում վխտում են ազգային անվտանգության ծառայության գործակալները։ Արադ Միրզյանը դրա վառ ապացույցն է, թեպետ ինքը ասում է, որ ինքը գործակալ չի, այլ փորձագետ է։ Տարիներ շարունակ բազմացրել են ընդդիմադիր գործիչներ ԱԱՑ գործակալներ, դատավորներ ԱԱՑ գործակալներ, դատախազներ ԱԱՑ գործակալներ, հոգեբորականներ ԱԱՑ գործակալներ, քրեական հեղինակություններ ԱԱՑ գործակալներ եւ այսպես շարունակ։ Այսինքն, եթե դու այս պետությունում պիտի որևէ ստատուսի հասնես, դու պիտի պարտադիր համագործակցես որպես կանոն, լավ այսպես ասենք, որպես կանոն պիտի համագործակցես այդ հանցավոր ստրուկտուրայի հետ։ Հիմա ըստ ձեզ, քանիսն են ձեր ցուցակներում ԱԱՑ գործակալներ, դուք ինչ որ կերպ ֆիլտրել եք այդ ամենը, թե դուք այդ ամենի հետ օքեյ եք։ Ժամանակը կգա, հարգելի բարեկամներ, ելի եմ ասում,
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարը Պապկանձերը կմտնի պետական հեռուստաընկերությունը եւ այն բոլոր հարցերը, որի մասին հիմա ես խոսում եմ, այդ բոլոր հարցերը բարձրաձայնելու է պետական հեռուստաընկերությունում եւ դրանից հետո դրան հետևելու են կոնկրետ գործողություններ։ Ցուցակներ են հրապարակվելու վարկառուների, ավանտյուրիստների, գործակալների, թե ինչպես են դրանք ժողովրդին գցել այս օրը։ Իսկ մինչ այդ մի քիչ էլ բարբաջեք, մի քիչ էլ արոջ արեք, մի քիչ էլ կեղեքեք, մի քիչ էլ թալանեք։ Առավոտից երեկո ասում են վաղը թուրքը կգա, այն մարդիկ, ովքեր ազգին գցել են այս օրն են գցել, այդ մարդկանց մանկլավիկները առավոտից երեկո ասում են վաղը թուրքը կգա։ Թուրքը գա, պիտի ձեզանից սովորի, թե ինչպես կարելի է այս ժողովրդին գցել այս օրը։ Դուք պիտի master class ցույց տաք թուրքերին։ Հասկանում եք։ Դուք մարդիկ, ովքեր հեկերը վաճառել են ադրբեջանցիներին, Հայաստանի կառավարությունից կոմպենսացում են ստացել, դուք պիտի master class ցույց տաք թուրքերին։ Այսքանը։ Ես ձեր տիրոջ մերը